Ադամի եւ Եվայի դրախտից վտարումից հետո մարդը միշտ ճանապարհ է փնտրել, որպեսզի մոտենա Աստծուն։ Այդ ճանապարհները տարբեր են եղել։ Ինչպես պիտի վկայեր առաքյալը, Աստված խոսեց հայրերի միջոցով, նախահայրերի միջոցով, մարգարեների միջոցով եւ ժամանակի լռումին ուղարկեց իր որդուն։ Հետևաբար, սիրելիներս, Աստծուն մոտենալու մարդու փրկության ճանապարհը պայմանավորված եղավ որդու Աստծո խոսքի մարմնավորմամբ եւ մարդացմամբ։ Այս իմաստով մեր Տեր Հիսուս Քրիստոսի ծնունդով եւ աշխարհ գալով սկիզբ է տրվում փրկության պատմության։ Բայց դա բավարար չէր, որովհետեւ Աստված մարդացավ, որպեսզի մարդը աստվածանա, ինչպես կասեր Աթանաս Ալեքսանդրացի հայրապետը։ Ուրեմն Քրիստոսի ծնունդը սկսեց մեզ խոսել եւ ներկայացնել մարդու աստվածացման ճանապարհի մասին։ Այո, Քրիստոս 3 տարի շարունակ քարոզեց, բժշկեց, ուղղություն ցույց տվեց, փորձեց ինչ-որ ձևով մարդուն պատմել Աստծո ներկայության մասին իր կյանքի մեջ։ Բայց Քրիստոսի միակ նպատակն էր, որպեսզի մահանար եւ հարություն առներ։ Հետևաբար Տերը գիտեր, որ ինքը գնում է դեպի մահվան։ Այս մասին մենք իմանում ենք Գեթսեմանի պարտեզում մեր Տեր Հիսուս Քրիստոսի աղոթքի միջոցով, երբ ասում է, թե «Հայր, եթե հնարավոր է, այս բաժակը հեռացրու ինձանից, բայց ոչ այնպես, ինչպես ես եմ ուզում, այլ ինչպես դու ես ուզում»։ Ուրեմն Տիրոջ գիտությունը եւ իմանալը, թե ինքը պետք է խաչի վրա մահանար, սա անհրաժեշտություն էր եւ ոչ թե ցանկություն։ Հետևաբար խաչելությունը, սիրելիներս, մեզ համար եղավ։ Տերը կարիքը չուներ խաչվելու, որովհետև ինքը մեղք չուներ, ինքը կատարյալ մարդ էր, կատարյալ Աստված էր, եւ հետևաբար խաչին բարձրացավ իմ, քո յուրաքանչյուր մեկիս փրկության համար, մեր փոխարեն, որպեսզի մենք այդ խաչին չբարձրանանք։ Տերը մահացավ խաչի վրա, որովհետև այդ էր պայմանը, մարդը պիտի մահանար, տկար մարմինը, մեղավոր մարմինը պիտի այդ մահը ճաշակեր, որից հետո հարություն պիտի գար։ Ուրեմն մեր փրկության ճանապարհը անցնում է մահվան միջոցով։ Քրիստոսի ծննդյան օրվանից սկսած մինչև հարություն անցնում է Տեր այդ մահվան ճանապարհը, բայց ոչ թե մարդուն ցույց տալու համար, որ դու պիտի մահանաս, այլ ասելու համար, որ այդ մահը այլևս իրավունք եւ իշխանություն չունի քո վրա։ Թերևս սա է վկայությունը, որ Տերը ասում է, թե մահ, ուր է քո ախտանակը եւ գերեզման, ուր է քո խայթոցը։ Հետևաբար Տիրոջ մահը փոխում է մահվան մասին մեր պատկերացումը խաչի վրա։ Մենք այլևս մահանում ենք ոչ թե վերջ տնելով մեր լինելիությանը, այլ սկիզբ տնելով մի նոր կյանքի, որ պարգևում է մեզ Քրիստոսի միջոցով։ Եվ այդ կյանքի մասին մենք իմանում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի հարության միջոցով։ Տերը հարություն առավ ոչ միայն ինքն իրեն հարություն տալու համար եւ ցույց տալու համար, որ ինքը Աստված է եւ ինքը պետք է հարություն առնի, այլ ցույց տալու համար, որ յուրաքանչյուր մարդ, ով անցնում է այդ մահվան ճանապարհը, ով անցնում է Քրիստոսի հետ խաչին բարձրանալու ճանապարհը, արժանանալու է հարությանը, երբ ինքը գա իր երկրորդ գալստյան։ Սիրելիներ, ապրիլի 5-ին հայ առաքելական եկեղեցին տոնում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը։ Ինչ տոն է հարության տոնը։ Պետրոս առաքյալի վկայությամբ հետևյալն է. եթե Քրիստոս հարություն չի առել, ուրեմն իզուր է մեր քարոզչությունը եւ իզուր է ձեր հավատքը։ Հետևաբար կարելի է ենթադրել, որ հարության տոնը հիմքն է քրիստոնեության, որովհետեւ Քրիստոսի հարությամբ սկսվում է մի նոր դարաշրջան, հավատքի դարաշրջան, որտեղ մահը այլևս որևէ հաղթանակ չունի։ Հետևաբար հարության տոնը նախ եւ առաջ վկայում է մեր հավիտենության մասին, այն հավիտենական կյանքի մասին, որ Տեր Հիսուս Քրիստոսով կարող են ունենալ յուրաքանչյուր քրիստոնյա։ Մյուս կողմից հարության տոնը այնքան արմատացած է հայ ժողովրդի նիստ ու կացի մեջ, ավանդության եւ մշակույթի մեջ, որ զարդարված է զանազան գեղեցիկ համեմունքներով, ճագերտներով ասած։ Դրանցից մեկը օրինակ ծուն երկելու սովորությունն է, կամ չամիչով, քաղցրով փլավ անելու սովորությունն է, կամ ծկի սեղանին տնելու սովորությունը։ Այսինքն կերակրային առումով նաև հարության տոնը առանձնանում է իր խորհրդով, իր բովանդակությամբ եւ գեղեցկությամբ։ Բայց եւ այնպես
չնայած այն հանգամանքին, որ մեր ժողովուրդը ավելի շատ սիրում է շեշտադրություն անել կերակրին, պետք է մենք այսօր անդրադառնանք, որ հարության տոնը մեր յուրաքանչյուր մեկիս կյանքի վերանայման եւ նոր կյանք սկսելու տոնն է։ Այս տարի, ինչպես արդեն ասացի, ապրիլի 5-ին է հարության տոնը, որովհետև այն շարժական է։ Հետևաբար, սիրելիներ, ապրիլի 4-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվելու է ճրագալույցի սուրբ պատարագ, որի ընթացքում էլ ավետիս ենք ստանալու, որ Քրիստոս արյավ մեռելներից։ Իսկ ապրիլի 5-ը այլևս բոլորով դիմավորելու ենք այդ հարության տոնը մեր եկեղեցիներում։ Հարության տոնը նաև ընտանիքի վերանայման տոն է ինձ համար, որովհետև ընտանիքը անընդհատ կարիք ունի ռեստարտի, վերահաստատման, իսկ հարությունը գալիս է մեր մտքերը, մեր հոգիները, մեր փոխադարձ հարաբերությունները վերահաստատելու։ Այսօրվա Հայաստանում առավել եւս յուրաքանչյուր մեկս կարիք ունենք այդ հարությունը զգալու։ Հարության տոնը մեզ հիշեցնում է, որ մեր փոքրիկների հետ կարիք ունենք խոսելու Հիսուս Քրիստոսի մասին, ով ոչ միայն մեռավ խաչի վրա, այլ առավել եւս հարություն առավ։ Հետևաբար հարության տոնը նաև կոչվում է զատիկ, որովհետև մեզ զատում է, մեզ փոխում է, մեզ դարձնում է այլ կերպ, ուրիշ իմաստ ունեցող անձ, կամ, ինչպես կարելի ասել, վերադարձնում է մեր դրախտային վիճակին։ Ուրեմն այս իմաստով ժողովուրդը նաև հարության տոնը որպես զատիկ ներկայացնում է յուրաքանչյուր մեկիս զատվելու, բաժանվելու, առանձնանալու եւ ավելի լավը լինելու գաղափարի շուրջ։ Հարության տոնի հաջորդ օրը մենք հիշատակում ենք մեր ննջեցյալներին, որովհետեւ սիրելիներս այդ հարության տոնի ավետիսը պետք է տանենք նաև մեր ննջեցյալներին, ասելու համար, որ իմացեք Քրիստոս հարություն է առել եւ հետեւաբար իր հարությամբ յուրաքանչյուր մեկը պետք է հարություն առնեք եւ արժանանաք հավիտենական երկնային կյանքին։ Հարության տոնի հոգևոր կողմից զատ ունենք նաև մեր ազգային մշակութային սովորությունները կապված հարության տոնի հետ, որի հիմնական մաս է կազմում կերակուրը։ Այո, սիրելիներ, թվում է, թե իրենից ոչ մի բան չի ներկայացնում, բայց մեր ժողովուրդը սիրում է կերակրով արտահայտել իր տոնական տրամադրությունը։ Այդ իսկ պատճառով կերակրի նկատմամբ դարձնում են մեծ ուշադրություն։ Ձու ներկելու սովորությունը հարության տոնին ավելի հին է, քան մենք պատկերացնում ենք։ Այդ ծվի հետ կապված բազմաթիվ ավանդություններ կան, որոնցից մեկը օրինակ Մարիամ Մագդաղենացու այցն է Կայսեր մոտ, որտեղ Կայսերին ներկված ձու է նվիրում, ասելով, որ Քրիստոս հարություն առավ մեռելներից։ Հետևաբար ձուն պետք է ներկվի միայն եւ միայն կարմիր գույնի։ Այո, շատ ժամանակ ծվերի հետ կապված տարատեսակ մոտեցում է եղել եւ ներկվել են տարբեր գույներով, գրեթե ծիածանի բոլոր գույներով։ Եվ դա կարծում եմ, որ սովետական միության տարիներից է մնացել մեր ժողովրդի մեջ։ Այսօր էլ կան մարդիկ, որոնք ծվերը ներկում են տարատեսակ գույներով, բայց ճիշտը, շիտակը, ավանդականը կարմիր, արյան գույնն է, որովհետև ծվի ներկելը խորհրդանշում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի թափված արյունը երկրի մարդկության, տիեզերքի, արարչության փրկության համար։ Հետևաբար, երբ մենք կարմիր ենք ներկում, մենք ցույց ենք տալիս, որ մեր Տեր Հիսուս Քրիստոս իր արյունը թափեց, իր արյունը տվեց յուրաքանչյուր մեկի համար, այդ թվում նաև ամբողջ աշխարհի եւ արարչության համար։ Վերջին շրջանում, վերջին տարիներին արևմտյան հոսանքների ազդեցության տակ մեկ ուրիշ սովորություն է մտել զարգական տոնի մեջ՝ նապաստակի ներկայությունը։ Նապաստակը որևէ կապ չունի զատկի հետ։ Դա ուղղակի մի այլ սովորություն է, մի այլ ավանդություն է, որ մերոնք, այսպես ասած, որդեգրեցին եւ փորձում են ներկայացնել մեր երիտասարդությանը, մեր երեխաներին որպես զատկի պահկացուցիչ մաս։ Նապաստակը կապ չունի զատկի հետ։ Հետևաբար, սիրելիներս, այո, որպես դեկորացիա, որպես ինչ-որ գեղեցիկ բան ստանալու նապաստակներ կարող եք օգտագործել, այդ թվում նաև մյուս կենդանիներին, բայց մի ասոցացրեք եւ մի կապեք դա հարության տոնի հետ։ Դա ուղղակի ձեր ցանկությունն է, ձեր պատկերացումներն են։ Իսկ հարության տոնի հիմնական խորհուրդը, որպես այդպիսին կերակրի տեսքով, դա ներկվածություն է։ Հաջորդը, սիրելիներս, դա փլավն է, բրինձով փլավը, որտեղ ասվում է, թե բրինձը, փլավը խորհրդանշում է ամբողջ մարդկությունը, իսկ չիր ու չամիչը, որ համեմվում է այդ փլավի հետ, ներկայացնում են քրիստոնյաներին։ Եվ երրորդ կերակրատեսակը ծուգն է։ Գիտեք, ինքը առանձնահատուկ տեղ ունի
մեր քրիստոնյաներիս մտածողության մեջ, որովհետև ծկի ներկայությունը ինչ որտեղ նաև ցույց է տալիս քրիստոնեական վիճակը։ Այլևս չխոսեմ ծկի այդ բառի բացատրության մասին, որ վերցված է հունարենից, որ ասոցացվում է Հիսուս Քրիստոսի հետ։ Ուրեմն այս 3 կերակրատեսակներն են, որ հիմնականում օգտագործվում են։ Սրան ավելանում է նաև հրեական հին սովորության համաձայն կանաչեղենի ներկայությունը, կլինի մանդա, կլինի սիբեղ եւ կար այլ տեսակի կանաչներ։ Սա գալիս է հին կտակարանից, որտեղ հրեական զատկի ժամանակ հրեաները ուտում էին տարը կանաչի, հիշելու համար Եգիպտոսում իրենց ունեցած չարչարանքներն ու տանջանքները։ Այս իմաստով ամբողջանում է մեր տոնական սեղանը եւ իհարկե կարող ենք հավելել նաեւ գինին, որ գալիս է ավելի գեղեցկացնելու մեր տրամադրությունը։ Ուրիշ բանի անհրաժեշտություն չունենք, եթե խոսքը գնում է կերակրի մասին։ Անշուշտ, որպես հոգևորական եւ որպես քահանա, ես ուզում եմ նաեւ ձեզ շեշտել, որ այդ սեղանից օգտվելուց առաջ պետք է օգտվեք ամենամեծ սեղանից, որը մեր Տեր Հիսուս Քրիստոսի պատարագի սեղանը։ Ինչ նպատակ եւ տրամադրություն կա այն կերակրի մեջ, որ ես ուտում եմ, եթե չեմ այցելել եկեղեցի, չեմ հաղորդվել մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ եւ այդ օրհնությամբ չեմ եկել նստել իմ տան սեղանին։ Այնպես որ սիրելիներս, հորդորս եւ խնդրանքս, որ չմոռանաք եկեղեցի գնալ, պատարագի մասնակցել, սուրբ հաղորդություն ստանալ, այնուհետև նոր անցնեք մարմնական ձեր հաճույքներին։ Ինչպես գիտեք, ամբողջ մեծ պահքի ընթացքում եկեղեցիների խորանների վարակույրները փակ են, որովհետև մեծ պահքը ապաշխարության շրջան է եւ մեզ պատմում է այն մասին, թե ինչպես մարդը զրկվում է Աստծո հետ հաղորդակցության, իր մեղքի, իր սխալի, իր ունեցած ոչ ճիշտ ճանապարհի պատճառով, եւ մեծ պահքը այս իմաստով ապաշխարության սքի շրջան է։ Մեծ պահքի վերջին շաբաթը, որ կոչվում է ավագ շաբաթ, պատմում է մեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մուտքի եւ դրանից հետո ունեցած դեպքերի մասին, առավել եւս նրա ձերբակալման, չարչարանքի, խաչելության, մահվան եւ հարության մասին։ Այս իմաստով ավագ շաբաթվա ընթացքում էլ վարակույրը փակ է մնում եւ միայն բացվում է ավագ շաբաթ երեկոյան ճրակալույցի սուրբ պատարագին։ Իսկ եկեղեցիների խորանները այս իմաստով զարդարվում են Սուրբ Խաչի նշանով, որովհետև այլևս մեզ վկայվում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչելության մասին։ Թերևս չիմացողները մեզ մեղադրում են կամ չեն ընդունում այն հանգամանքը, որ մենք խաչն ենք ճանաչում որպես մեր փրկության միջոց, փրկության ճանապարհ, բայց առաքյալն ասում է, ինչով պիտի պարծենամ, եթե ոչ մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով։ Հետևաբար մեր քրիստոնյաներիս պարծանքի նշանը, փրկության գործիքը, զենքը եւ վահանը Սուրբ Խաչն է։ Եթե մեր Տեր Հիսուս Քրիստոս այլ եղանակով մահացած լիներ, բնականաբար այդ եղանակը պիտի ճանաչենք, որովհետև խաչը լինելով ամենադաժան չարչարանքի ճանապարհը, մեր Տեր Հիսուս Քրիստոսի արյամբ սրբագործվեց, մաքրագործվեց եւ դարձավ մեզ համար փրկության ճանապարհ։ Խաչի մասին եկեղեցու այրերը խոսելիս ասում են, որ խաչը կամրջակն է, որ մեզ կապում է Աստծո հետ։ Եթե չլիներ այդ խաչը, մենք Աստծո հետ կապ չէինք ունենալու։ Ուրեմն խաչի նշանի ներկայությունը մեր կյանքի մեջ նաև հիշեցնում է մեզ, որ մենք այդ խաչի ճանապարհով կապված ենք Քրիստոսի հետ։ Գիտեք, սիրելիներ, Ավետարանի մեջ Տեր Հիսուս Քրիստոս ասում է. «Ով չվերցնի իր խաչը եւ չկա իմ հետևից, ինձ հետ բաժին չունի»։ Խաչը վերցնելը ոչ թե նշանակում է թե ունենալ խաչի նշան, վերցնել եւ գնալ Քրիստոսի հետևից, այլ կյանքի ձև ունենալ, խաչի կյանքի ձև ունենալ։ Շատերին թվում է, թե խաչը միայն խորհրդանշում է չարչարանքը, այնինչ խաչը խորհրդանշում է Աստծո հետ ունեցած ճանապարհը, փորձությունների եւ հաջողությունների մեջ, ուրախության եւ դժվարության մեջ, ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Եվ ով ասեց, որ քրիստոնյայի ճանապարհը միայն ուրախության, հանգստության եւ խաղաղության ճանապարհ է։ Քրիստոնյան պետք է նմանվի Հիսուս Քրիստոսին, իսկ նմանությունը նաև արտահայտվում է խաչի միջոցով։ Մյուս կողմից խաչի նշանի կիրառությունը մեր մեջ դա մեր զենքի կիրառությունն է։ Կարելի է ասել, թե զինվորը գնա պատերազմելու, բայց զենք չունենա իր ձեռքին։ Այն մարդիկ, ովքեր մերժում են խաչը, ենթադրելի է, որ կմերժեն նաև զենքը, որովհետև պատերազմի ժամանակ նախընտրում են, որ զինվորը մահանա եւ պաշտպանված չլինի։
Իսկ մենք քրիստոնյաներս հասկանում ենք, որ խաչի նշանը մեր զենքն է, մեր ձեռքին, որով մենք կարող ենք մարտնչել աներևույթ թշնամիների դեմ։ Ցավում եմ եւ նկատում եմ, թե աղջիկները ինչպես խաչի նշանը դարձրել են իրենց համար օղեր, երբեմն կիրառում են որպես զարդ ուղակի, առանց անդրադառնալու, որ դա իրենց վկայողն է, իրենց մասին վկայողն է խաչի նշանը։ Քրիստոնյաները, երբ իրար հանդիպել են, խաչակնքվել են, ցույց տալու համար եւ հասկացնելու համար, թե իրենք ով են։ Իսկ այսօր մենք խաչը դարձրել ենք ուղղակի զարդի նշան։ Փորձում ենք խաչի որակով պայմանավորել մեր հարուստ լինելը, խաչի չափով պայմանավորել, թե ինչքան մենք գումար ունենք եւ ինչքան կարող ենք ցույց տալ այդ գումարը այդ խաչի միջոցով։ Ամեն կերպ փորձում ենք աղավաղել խաչի խորհուրդը, այնինչ խաչը իրականության մեջ վկայում է իմ ով լինելու մասին։ Այո, խաչի նշանով ես քրիստոնյա եմ, խաչի նշանով արժանացել եմ Քրիստոսի փրկությանը եւ խաչի նշանով Տիրոջ ողորմությամբ արժանանալու եմ հավիտենական կյանքին։ Այնպես որ խաչից խուսափում եւ փախնում են դևերը, իսկ մենք քրիստոնյաներս խաչը կրում ենք թե մեր մարմնի վրա եւ թե նաեւ մեր սրտերի ու մտքերի մեջ։ Քրիստոս հարյավի մեռելոց, ձեզ եւ մեզ, մեծ ավետիս, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Սիրելիներս, շնորհավորում եմ ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնի առիթով։ Մաղթում եմ, որպեսզի յուրաքանչյուր մեկդ ձեր սրտերի, ձեր հոգիների, ձեր մտքերի մեջ ապրեք Քրիստոսի հարությունը։ Թե ինչ է իրենից ներկայացնում այդ հարությունը, յուրաքանչյուր մեկը դուք ինքներդ պիտի զգաք, որովհետև այդ հարությունը նոր կյանքի մասին է մեզ պատմում։ Հարությունը պատմում է մեզ հույսի, հավատքի, գործի, նոր ճանապարհի մասին։ Իսկ մենք յուրաքանչյուր մեկս կարիք ունենք նոր ճանապարհի։ Չէ՞ որ հոգնում ենք մեր հիմնական ճանապարհից, երբեմն լճանում ենք, երբեմն մոռանում ենք ճիշտ գործելու մասին։ Եվ գալու է ժամանակ, երբ կարիքը կա նորանալու, թարմանալու, նորովի ներկայանալու, թե հասարակությանը, թե երկրին, թե մարդկությանը եւ թե նաեւ մեր Տեր Աստծուն։ Հետևաբար հարության տոնը այդ նոր մարդու հաստատման տոնն է։ Հին Ադամը այլևս փոխարինվեց նորով իդեմս մեր Տեր Հիսուս Քրիստոսի։ Հին մարդը պիտի փոխարինվի նորով, իսկ հարության տոնը այդ նորացումն է։ Ուրեմն մաղթում եմ ձեզ, որպեսզի հարության տոնով նորը լինեք, ապա ամրացրեք ձեր հավատքը, լցրեք ձեր սիրտը հույսով դեպի Աստված եւ վստահ եղեք, որտեղ Աստծո ներկայությունն է, այնտեղ հավիտենական կյանքի սկիզբն է։ Հետևաբար, հարություն առած Քրիստոս մեզ տալիս է այդ կյանքը ապրելու նոր ճանապարհ, եւ այդ ճանապարհը ձեզանից է սկսվում, ձեր անձերից, ձեր ընտանիքներից, ձեր երկրից, մեր հայրենիքից։ Հետևաբար, հարության տոնը մեր բոլորիս նորացման, նոր կյանքի խորհուրդը ունի։ Քրիստոս հարյավի մեռելոց, ձեզ եւ մեզ, մեծ ավետիս։